Ողջույն։ Հասարակական գործիչներից մեկը հարցնում է. կարող ես տալ քաղբանտարկյալների այսօրվա ցուցակը։ Հումոր ընկալեցի դա, բայց դա իրականություն է։ Քաղբանտարկյալների ցանկը ամեն օր թարմանում է նոր անուններով։ Մեր լրատվականներից ամենաշատ լուսաբանած բաները վերջին 5 տարիներին եղել են դատարանների ներսից կամ բակից նկարահանումները։ Ցերեկը լուսաբանում ենք քաղբանտարկյալների դատավարությունները, գիշերը լուսաբանում ենք կալանքի դատավարությունները։ 5 տարում ունեցել ենք հարյուրավոր քաղբանտարկյալներ, 1000 քաղհալածյալներ։ Այս պահին 50-60 հոգի ունենք կալանավորված։ Էլ աշխարհահռչակ գործարար, էլ բարերար, էլ արքեպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ, համայնքապետեր, զոհերի հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ այլն։ Երեք դատարանը քննում էր Բագրատ Սրբազանի եւ 17 այլ քաղբանտարկյալների գործը։ Մարդկանց վրա դրել են ահաբեկչության խիստ ծանր մեղադրանք։ Նման ծանր մեղադրանքի նպատակը, կարծում եմ, վարկաբեկելն է։ Մարդուն ահաբեկիչ ներկայացնելը հեղինակազրկելու համար շատ կարճ ճանապարհ է։ Ուղղակի լավն այն է, որ ոչ մեկ չի հավատում, ու առաջին հերթին մեղադրանքը ներկայացնողներն ու հանձնարարողները։ Ամեն դատական նիստի ժամանակ մի քանի հոգու կալանքը փոխվում է։ Ծանր մեղադրանքներ են առաջադրել ու կալանքը փոխում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ չհիմնավորվող մեղադրանք է, շինծու բան է։ Ասում են, բա նախկինում, բա քաղբանտարկյալներ եւ այլն։ Այսօր Հայաստանում ավելի շատ քաղբանտարկյալ ու քաղհալածյալ կա, քան 1991 թվականից մինչ այսօր բոլորը միասին։ Բայց խնդրի միայն դա չէ։ Այն է, որ մարդամեկը հրապարակավ հայտարարել է, որ այլևս երբեք որևէ մեկը իր քաղաքական հայացքների դիրքորոշման արտահայտման համար չի դատապարտվելու։ Դա ասել է 2018 եւ 2019 թվականներին համարյա ամեն ելույթում, ինչքան բեմի կանգնել է դա է ասել։ Իսկ հիմա սաղի անգամ Facebook-յան էջերն են քրքրում, որ տանեն լցնեն բանտերը։ Չեն կարողանում բան գտնել, գլխներին սարքում են։ Մարդկանց կալանավորում են, հետապնդում են ոչ թե նրա համար, որ հանցանք է արել ինչ-որ, այլ որովհետև խոսում է իշխանության դեմ։ 2018 թվականի հայտնի գաղտնալսումներում ԱԱԾ ու ՀՔՑ տնօրենների ինչ էին խոսում, բռնեք, որ խելքը գլուխը գա։ Կալանավորում են որպես պատիժ։ Քաղբանտարկյալ են ու քաղհալածյալ են դարձել նրա համար, որ իրենց ակցիաների, խոսքերի, ակտիվ գործունեության մեջ սպառնալիք է տեսնում իշխանությունը։ Նոյեմբերի 26-ին խորհրդարանում լսումներ են քաղբանտարկյալների վերաբերյալ։ Հրավիրել են դատախազին, բայց վստահ ենք, որ չի գնալու։ Նիկոլ Փաշինյանի նախկին կամ ներկա նաև օգնական գլխավոր դատախազը խորհրդարան է գնում, որ թույլտվություն ստանա քաղբանտարկյալների թիվը շատացնելու պատգամավորների հաշվին։ Նա բացատրություն տալու համար չի գնում խորհրդարան։ Կրկնում եմ, բանտում նստած են հասարակական, քաղաքական, գործարար, հոգևոր, մամուլի եւ այլ ոլորտների պայքարող անձինք, ոչ թե նրա համար, որ հանցագործություն են արել, այլ նրա համար, որ մարդամեկը ուզում է, որ նստեն։ Իր համար այդպես է կոմֆորտ։ Նրա համար մեկ է, թե ինչ հիմքեր կդնեն տակը, դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնը, իրենց ճղում են, որ հիմքեր գտնեն, ու չեն էլ գտնում։ Երևի սցենարիստներ են վարձում Հոլիվուդից, Բոլիվուդից, որ մի բան գրեն։ Դրանց տեքստերում քաղաքականն ավելի շատ է, քան իրավականը։ Ու սա բոլորն են հասկանում, բոլորը։ Ժողովրդի մեջ լիքը հարցումներ են անում։ Բոլորն ասում են, որ Նիկոլը իր քաղաքական հաշվարկների համար է բռնում։ Մի մասն ասում է, չխոսան, որովհետև ինձ էլ կբռնեն։ Այն մի մասն ասում է, ես չեմ վախենում, թող գան բռնեն, բայց խոսացող կամ էկրանից քաշվող բոլորը նույն բանն են ասում, որ Նիկոլը իր հակառակորդներին բռնում է խոսելու համար։ Բայց ինչ են խոսում։ Խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, հավատից, ազգային արժեքներից, մեր պահանջատիրությունից, պահանջում են խոստումները կատարել, պահանջում են չզիջել, չհանձնել, պահանջում են հեռանալ, պահանջում են այն, ինչ ցանկացած երկրում կպահանջեր հայրենասեր ընդդիմադիրը։ Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ քաղբանտարկյալները, քաղհալածյալները չեն հանձնվում։ Նյարդերի պայքար է, թե ով ավելի շուտ կհանձնվի։ Նրանք չեն հանձնվում։ Սամվել Կարապետյանը բանտից
մշտապես ուղերձներ եմ հրապարակում։ Ու այդ ուղերձներով ինքն է մի բան էլ ժողովրդին ոգևորում, որ հավատանք, որ այս ամենը վերջ է ունենալու։ Փաստաբանը գնում է Սամվել Կարապետյանի մոտ կալանքի երկարաձգման դատավարությունից հետո, նա փոխանցում է ուղերձը, որ մեկ է, ժողովուրդը հաղթելու է սրանց։ Վարդան Ղուկասյանը չի հանձնվում։ Ամեն անգամ մեղադրանքին մեկ ուրիշն է փոխարինում։ Լրացնում են նոր մեղադրանքով։ Էլ ինչ ասես, որ չեն հորինել, էլ կոռուպցիա, էլ ինչ որ տարածքային ամբողջականության դեմ ելույթ, էլ խուլիգանություն։ Չի լինում, բայց լռեցնել, կոտրել։ Վարդան Ղուկասյանին ճնշելու համար նաև որդուն են կալանավորել։ Օրերս տեղի ունեցած դատական նիստի ժամանակ տեսանք, թե որքան մարտական է տրամադրված Վարդան Ղուկասյանը Գյումրու ընտրված համայնքապետը։ 2 օր անց կալանավորեցին տղային։ Մտել են ընտանիքներ, որովհետև զատնի չեն դնում։ Լիդիա Մանթաշյանը, որը 5 ամիս կալանքի տակ է, ու անգամ տեսակցություններն են արգելված, չի կոտրվում, ուժեղ է։ Բագրատ Սրբազանի վեհկեցվածքը նայեք, ասում է ձեզնից ազատություն չեմ ողորմալու։ Միքայել Սրբազանն ասում է ես բանտում ավելի ազատ եմ, քան ինձ բանտարկողները։ Եթե ուզում եք իմանալ, մեր երկիրը այսօր հենց այս տեսակի վրա է հենված։ Մարդիկ ցույց են տալիս, որ ունեն կամք, ամեն կերպ ազատությունից զրկվելու գնով պահում են իրենց ճշմարտությունը, իրենց հայրենասիրությունը։ Ու այսօր մեր երկիրը հենված է հենց նրանց վրա։ Հենց նրանք տեղի տան փուլ է գալու ամեն ինչ։ Եթե նրանք հանձնվեին, գործարքի գնային, հիմա վաղուց ազատության մեջ էին, գուցե նաև պաշտոնի, բայց իրենց տեսակը դա չէ։ Նրանց այդ կեցվածքն է նաև, որ օգնում է մյուսներին չհանձնվել, չվախենալ։ Պատկերացնում եք 2018 թվականից սկսած բոլորը հանձնվեին։ Հիմա վաղուց վիլայեթ էինք դարձել։ Ինչ որ օղլիով վերջացող մեկը կկառավարեր կամ սրանք կփոխեին ազգանունները կկառավարեին։ Մեր երկիրը դեռ Հայաստանի Հանրապետություն է պայքարողների շնորհիվ։ Ասում են 8 տարի ընդդիմություն եք, ինչ եք հասել։ Հասել են նրան, որ Հայաստանը դեռ կա։ Այսօր կարդում եմ, ինչ որ փորձագետներ են գնացել մեր երկրից Ադրբեջան երկխոսելու, ինչ որ փոխվստահության համար։ Այնտեղից մի ամիս առաջ են եկել։ Այդ պայքարը չլիներ, հիմա վախենան վագոններով ու ֆուրերով էին գնացել եկել։ Կարճ ասած, այսօր մեր քաղբանտարկյալ հայրենակիցները բալտից անգամ պայքար են մղում ու հաճախ ավելի շատ, ավելի ուժեղ ու դիպուկ, քան ազատության մեջ գտնվողներս։ Նրանք այսօր պատանդ են, գերի են, ինչպես որ գերի են Բաքվում պահվող մեր հայրենակիցները, բայց ուրախալի այն փաստը, որ մեր քաղբանտարկյալները տասնապատիկ ավելի աջակցություն ունեն հանրության կողմից, քան նրանց բանտարկողները։ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը կերազեին ունենալ այնքան աջակից, որքան աջակից ունեն ժամանակավոր անազատության մեջ գտնվող մեր քաղբանտարկյալ հարազատները։ Ես լիահույս եմ, որ նրանց պայքարը հաջողությամբ պսակվելուն մնաց շատ քիչ ժամանակ։